21-րդ դարի խարդախություն։ Ինձ թվում է այլևս չկա մի մարդ, ով չգիտի, որ հեռախոսազանգի միջոցով հնարավոր է գողանալ ձեր գումարները, բայց մարդիկ շարունակում են տրվել այս խաբեության և կորցնել գումարներ։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչ է խարդախությունը, ինչպես են գողանում ձեր անձնական տվյալները և ինչպես են դրանք օգտագործվում։ Բնականաբար նաև կներկայացնեմ, ինչ է հարկավոր անել, եթե ձեր անձնական տվյալները գողացել են։ Այսպես, խարդախությունը խաբեության միջոցով ուրիշի գույքը հափշտակելն է։ Խաբեության միջոցով։ Հետևաբար, այն ինչ որ արվում է այսօր մեր հասարակության հետ, դա հենց այդ դրսևորումներից է։ Հիմնական 3 ձևերը, որոնք կիրառվում են։ Առաջինը և ամենատարածվածը։ Ձեզ զանգահարում են և ներկայանում, որ բանկի աշխատակից են, անհրաժեշտ է թարմացնել ձեր անձնական տվյալները։ Եվ սկսում են ձեզ հարցեր տալ ձեր անձնագրի, ձեր գաղտնաբառի և այլնի վերաբերյալ։ Կամ ձեզ ասում են, որ տեղի ունեցել հարձակում ձեր հաշվեհամարի վրա և անհրաժեշտ է այն արագ արգելափակել։ Դրա համար իրենք սառեցրել են գործընթացը և հիմա ընթացք տալու համար հարկավոր է, որպեսզի դուք իրենց տաք այն հաղորդագրությունը, որն SMS-ի միջոցով ուղարկվել է ձեր հեռախոսահամարին։ Մի քանի շաբաթ առաջ ես հեռախոսազանգ ստացա, որտեղ խարդախը վստահաբար ներկայանում էր, որ ինքը Կոնվերս բանկի ներկայացուցիչ է, որտեղ ես ունեմ իմ հաշվեհամարները, և պնդում էր, որ անհրաժեշտ է թարմացնել իմ տվյալները, և պետք է ես պատասխանեմ որոշակի հարցերի։ Նմանատիպ իրավիճակներում կարևոր է հիշել. պատասխանեք, ես ինքս անձնագրով կմոտենամ մոտակա մասնաճյուղ և տեղում կթարմացնեմ իմ տվյալները։ Ինքներդ մի տրամադրեք որևէ տեղեկատվություն, մի փորձեք թվային հարթակների միջոցով որոշ կարգավորումներ իբրև թե կարգավորել հեռախոսազանգի միջոցով, որովհետև երբեք չեք կարող վստահ լինել հեռախոսի մյուս ծայրում ով է ցուցումներ տվողը։ Մարդիկ առանց պատկերացնելու, ինչ հետևանքների է հանգեցնում այդ տվյալների փոխանցումը, տրամադրում են, և մի քանի օր հետո պարզվում է, որ իրենց հաշվեհամարին այլևս գումար չկա, կամ մի քանի ամիս անց հայտնի է դառնում, որ իրենք սև ցուցակում են հայտնվել, որովհետև իրենց անունով վերցված վարկ կա։ Թվում է, թե 21-րդ դարի կարևոր էլեկտրոնային 1 քլիքով վարկ է ստանում, գործիքը հոյակապ է։ Սակայն երբ դուք լինեք փաստաբան և ձեր վստահորդների մի ստվար հաստված մոտենա և ասի. «Ինչ անեմ, ես հայտնվել եմ սև ցուցակում, ես ունեմ վարկ, որին չեմ դիմել», կհասկանաք, որ թվային գործիքները այդքան էլ պարզ չեն, հատկապես երբ ճիշտ չեն օգտագործվում։ Մեկ այլ սխեմա, որը ակտիվ կիրառվում է։ Տեսեք, շատ հաճախ մենք համացանցից ներբեռնում ենք տարբեր ծրագրեր, որոնք օգնում են մեզ օրինակ հաշվել պետական վճարները, տուրքերը, աշխատավարձեր և այլն, և դրա համար անհրաժեշտ է որոշակի վերիֆիկացիա անցնել մեյլի, ֆեյսբուքի կամ այլ հարթակների միջոցով։ Նմանատիպ որոշ ծրագրեր հենց նախատեսված են ձեր տվյալները հափշտակելու համար, և դուք մուտքագրվելով այդտեղ թույլ եք տալիս նրանց ստանալ անգամ ձեզ փոխանցվող SMS-ները, գողանալ ձեր գաղտնաբառերը և օգտագործել այն իրենց նպատակների համար։ Բավականաչափ մեծ են տվյալները, որոնք որ գողացվում են, այսինքն այսպես ասած հեք են արվում ձեր գաղտնաբառերը։ Մենք ունենք սովորություն պահպանելու մեր բոլոր գաղտնաբառերը մեր համակարգչում, հետևաբար պարզապես համակարգչին հասանելիություն ստանալու արդյունքում մարդիկ կարողանում են ունենալ ձեր բոլոր գաղտնաբառերը։ Ավելին, հաստատ գիտեմ, որ բոլորդ էլ ունեք այնպիսի ծանոթներ, ում բոլոր հարթակների գաղտնաբառերը նույնն են, և հետևաբար մի գաղտնաբառ դուրս բերելով հնարավոր է լինում հասանելիություն ստանալ իր բոլոր հնարավոր հարթակներին։ Սա խարդախության ևս մեկ տարածված ձև։ Սակայն հենց երեկ մի ամբողջ օր ես հեռախոսազանգեր ստացա Լոնդոնից, Փարիզից, Իտալիայից,
Որևէ ընկեր, հարազատ ու բարեկամ չունեմ։ Սակայն այս հեռախոսազանգերի նպատակն է ձեռք բերել տվյալներ հեռախոսազանգի միջոցով։ Այս պարագայում անհրաժեշտ է ձեզ անծանոթ հեռախոսահամարներին անգամ չպատասխանել եւ բլոկավորել այս հեռախոսահամարներից զանգերը։ Անձնական տվյալների պաշտպանությունը կարևոր է հենց ձեզ համար, որովհետև մենք հաճախ Facebook-ի միջոցով ուղարկում ենք մարդկանց մեր անձնագիրը, սոցքարտը, բանկային տվյալները, պայմանագրեր եւ հետո զարմանում, թե ինչպես դրանք հանրահայտ դարձան, ինչպես դարձան հասանելի։ Այն պարագայում, որ ինքներս երբեմն անգամ գաղտնաբար չենք դնում մեր հեռախոսների վրա։ Իսկ դուք գիտեիք, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։ Ինչ գործառույթ ունի այս հաստատությունը մեր անձնական տվյալների պաշտպանության գործում։ Այն կարող է վարչական վարույթներ հարուցել այն տեղեկատվություն մշակող հաստատությունների նկատմամբ, որոնք խախտում են թույլ տալիս, մասնավորապես արտահոսք է տեղի ունենում։ Եվ վերջիններս պարտավոր են հայտարարություններով ծանուցել, որ տվյալ հաստատությունում տեղի է ունեցել տվյալների արտահոսք։ Եվ երևի ամենատարածվածը։ Գրեթե բոլորս նամակներ ստանում ենք, որ աֆրիկյան այսինչ երկրում իմ հեռավոր բարեկամը մահացել է եւ ցանկանում է ինձ ժառանգություն թողնել։ Երանի իրականություն լիներ երբեմն դա։ Որպես կանոն, դա հերթական այն ստերից է, որոնց նպատակն է պարզապես ստանալ ձեր բանկային հաշիվների մասին տեղեկատվություն, անձնական տվյալները, որոնք ինքներդ գուշակեք, ինչպես կարող են օգտագործվել հետագայում։ Եվ այսպես, անձնական տվյալների պաշտպանությունը առաջին հերթին ձեր պատասխանատվության տիրույթում է։ Մի գրանցվեք կասկածելի շոփինգ ցանցերում, մի մուտքագրեք ձեր բանկային տվյալները ոչ հասկանալի, կասկածելի հարթակներում եւ մի ուղարկեք ձեր տվյալները չպաշտպանված կապի միջոցների միջոցով։ Միշտ փորձեք ստուգել, ով է ձեզ զանգահարում, ինչ նպատակով եւ եղեք պաշտպանված։ Եվ եւս մեկ հարթակ, որտեղ շատ հաճախ տեղի են ունենում խարդախություններ, ձեզ առաջարկվում են ծառայություններ, որոնք շատ գրավիչ են, շատ մատչելի։ Ձեզ ուղարկվում է հղում, որը առերևույթ շատ նման է ձեզ ծանոթ որևէ մի կազմակերպության, որից դուք մշտապես օգտվում եք։ Մեր աչքը սովոր է այդ խաբկանքին, եւ օրինակ, երբ դու տեսնում ես քեզ ծանոթ լոգոն, դու չես մանրամասն դիտարկում վերջի տառերը, ինչպիսի ձևակերպում ունի, եւ հաճախ դու ստանում ես մի լինք, որտեղ լրացնում ես քո տվյալները, որպեսզի ստանաս այդ ապրանքը, կատարում ես վճարումը եւ բարձվում է հետագայում, որ այդ հղումը քեզ տանում էր ընդհանրապես այլ վայր եւ որևէ ապրանք քեզ չի մատակարարվելու։ Եվ եւս մեկ հայտնի մեխանիզմ։ Շատ հաճախ մենք ունենում ենք իրավիճակներ, երբ հաղորդագրություն եմ ստանում, օրինակ, հենց Facebook-ի մեսեջների հատվածում, որտեղ ասվում է, որ ձեր օգտահաշվի հետ կապված կան խնդիրներ, անհրաժեշտ է անցնել այս հղումով եւ բացառել այդ խնդիրները։ Թվում է, թե այսպես կապույտ նշանով վերիֆիկացված, վստահելի հաղորդագրություն ուղարկող եմ, սակայն իրականում հաճախ հենց դա խարդախության գործիքներից մեկն է, եւ անցնելով հղումով դուք հասանելիություն եք տալիս ձեր հաշվին։ Կարևոր է մտապահել։ Ձեզ երբեք բանկի աշխատողը չի զանգահարի եւ ասի, որ տեղի է ունեցել այսպիսի խնդիր եւ անհրաժեշտ է այն հեռախոսով լուծել։ Դուք կստանաք հաղորդագրություն, որ անհրաժեշտ է ներկայանալ բանկ եւ թարմացնել ձեր տվյալները։ Իսկ Facebook-ը երբեք ձեզ հաղորդագրություն չի ուղարկի։ Այն ձեզ նամակ կուղարկի ձեր էլեկտրոնային փոստի վրա, որտեղ կներկայացվեն այն խնդիրները, որոնք առաջացել են տվյալ հարթակում։ Այսպիսով, զերծ մնալու համար 21-րդ դարի խարդախների զոհը դառնալուց կարևոր է մտապահել։ Դուք ինքներդ կանխարգելելով ձեր քայլերը եւ հստակ իմանալով այն սխեմաները, որոնք օգտագործում են խարդախություն իրականացնելու համար, չեք ընկնի վերջինների ստուղակները եւ կկարողանաք պաշտպանել ինքներդ ձեզ։